Մաստարայի Սուրբ Հովհաննեսը Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության ինքնատիպ եկեղեցիներից է։ Գյուղի կենտրոնում գտնվող սրբավայրը 5-րդ դարում է կառուցվել։ Վաղ միջնադարյան սրբավայրը դեկտեմբերի 11-ի երեկոյան լցվեց աղոթքով։ Արագածոտնի թեմի քահանաները հավատացյալների հետ միասին մեկտեղվել էին Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Կատարվեց միասնական ժամերգություն։ Հոգևոր դասն ու հավատացյալները աղոթք բարձրացրին առ Աստված Հայոց Հայրապետի արևշատության, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, այս օրերին անազատության մեջ գտնվող Մկրտիչ Բագրատ Միքայել եւ Արշակ սրբազանների, Գարեգին քահանայի, Հանիրավի անազատության եւ գերության մեջ գտնվողների համար։ Ըստ Տիրոջ պատգամի, ինչպես որ ինքը ասեց, եթե 2 եւ 3 եւ ավել հոգիներ համախմբեք ու միասնաբար խնդրեք, ձեր խնդրանքը պիտի չանտեսվի, մենք էլ մեր սրտի բարի մաղթանքները Տիրոջ հանդեպ ունեցած մեր հավատը համախմբում ենք, սարքում ենք խրձի օրինակը, ինչպես որ խուրձը դժվար է ոլորել եւ կոտրել, այդպես էլ դարձում ենք միասնական եւ հզոր աղոթք մեր խնդրվածքը առ Աստված բարձրացնելու, մեր կալանավորված սրբազան հայրերի, մեր քահանա եղբոր, մնացած բանտարկյալների, մեր գերիների բարի վերադարձի համար։ Ամեն հինգշաբթի կատարվող այս միասնական ժամերգություններին աղոթական ներկայությամբ մասնակցում են Հազարավանի Մենաստանի միանձնուհիներ։ Անշուշտ Տիրոջ առաջ հաճելի են եւ զորավոր են միասնական աղոթքները, որովհետեւ Տերը ինքը ասում է, որ միակամ եղեք, միաբան եղեք եւ մենք այսօր հենց դրա համար ենք հավաքվում։ Անշուշտ յուրաքանչյուրս անհատական մեր աղոթքը հղում ենք այսօր մեր երկրի, մեր եկեղեցու համար, մեր հայրերի համար։ Եվ հինգշաբթի օրը նաև խորհրդանշական է, որովհետև գիտենք, որ այսօր եղավ խորհրդավոր ընթրիքը, ես նաև այդպես եմ իմաստավորում, որ Տերը այսօր հավաքեց իր աշակերտներին եւ այսօր եղավ ընթրիքը, մենք այստեղ ենք աղոթելու միասնաբար եւ մեր միակամ, միաբան աղոթքը առաքելու արտերը։ Ժամերգության ավարտին ներկաներին խոսք ուղղեց Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը։ Տեր Հայրը պատգամեց ներկաներին, որ աղոթեն եւ խնդրեն Աստծո ողորմությունը ամենքի համար ու հավելեց. Թող Տերը զորացնի եւ առաջնորդի մեզ ամենքիս։ Ծնկի ենք եկել բարձրանանք Սուրբ Հոգով զորացած ու քայլենք դեպի Աստված արդարության ճանապարհով։ Աստված բարի է, բայց խիստ միևնույն ժամանակ բոլոր նրանց հանդեպ, ովքեր խոտորվում են հավատքի մեջ։ Աստծո տրված ամեն մի բարիքի համար մենք շնորհակալ պիտի լինենք։ Աստծո տրված ամեն մեկ օրվա համար, ամեն մի ծառայության համար շնորհակալ պիտի լինենք։ Որովհետև ի վերջո ինչ որ մենք ենք, ինչպիսին որ ենք, դա միայն Աստծո պարգևն է։ Հաջորդ միասնական ժամերգությունը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին ժամը 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում։